ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմասման չեղարկման մասին։ Ավելի վաղ նախատեսում էր այդ մոտեցումը կգործի մինչև օգոստոսի 21-ը, սակայն Վաշինգտոնը որոշել է դադարեցնել դրա գործունեությունը նախատեսված ժամկետից շուտ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ նոր գործակների կնքումը արգելվում է արդեն հուլիսի 7-ից, իսկ նախկինում կնքված պայմանագրերը թույլատրվում է ավարտել մինչև հուլիսի 17-ը։ Այս որոշումը վերաբերում է Իրանի նավթային ոլորտի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին եւ փոխում է գործող ժամանակավոր ռեժիմը։ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես հաստատել են մեղմասման ռեժիմն այլևս չի շարունակվի։ Թրամփը կրկին հայտարարել է Դանիային պատկանող Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նա նշել է Դանիան բավարար միջոցներ չի հատկացնում Գրենլանդիայի զարգացման համար։ Մինչդեռ այդ տարածքը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի անվտանգության տեսանկյունից։ Թրամփը նաև ընդգծել է Գրենլանդիայի շուրջ ակտիվորեն գործում են չինական եւ ռուսական նավեր, ինչը ըստ նրա մեծացնում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։ Միաժամանակ նա ընդունել է տարեսկզբին հնչեցրած հայտարարությունները, որոնցում չէր բացառել նաև ռազմական ուժի կիրառումը լարվածություն էին առաջացել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններում։ Վոլոդիմիր Զելենսկին եւ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել համագործակցության համաձայնագիր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։ Փաստաթղթի ամբողջական բովանդակությունը չի հրապարակվել, սակայն Էստոնիայի վարչապետը հայտնել է, այն հնարավորություն կտա էստոնական ընկերություններին արտադրել անօդաչու թռչող սարքեր, օգտագործելով ուկրաինական փորձն ու տեխնոլոգիական լուծումները։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ապագայում Էստոնիան կգնի ուկրաինական ընկերությունների արտադրանքը, այդ թվում դեռ մշակման փուլում գտնվող նախագծերը։ Փաստաթղթում ներառված է նաև Էստոնիայի տարածքում համատեղ արտադրության կազմակերպման հնարավորությունը։ Ուկրաինան 2027 թվականից կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին ոչ միայն իրականացման, այլև պլանավորման գործընթացին։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-Ուկրաինա կենտրոնի ծրագրերի իրականացման տնօրեն եւ Ուկրաինայի ավագ ազգային ներկայացուցիչ Վալերի Վիշնևսկին։ Նրա խոսքով այդ փոփոխությունը հնարավորություն կտա ուկրաինական կողմին անմիջական մասնակցություն ունենալ զորավարժությունների սցենարների մշակմանը եւ առաջարկել իրական մարտական փորձի վրա հիմնված լուծումներ։ Վիշնևսկին ընդգծել է, Ուկրաինան արդեն կկարողանա պլանավորել առավել իրատեսական եւ գործնական սցենարներ։ Այս քայլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականից սկսած։ Ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լպենը հայտարարել է, մասնակցելու է Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Լպենը նշել է, բողոքարկելու է դատարանի վճիռը վճռաբեկ դատարանում եւ ակնկալում է, որ այդ գործընթացը կկասեցնի որոշման կատարումը։ Նրա խոսքով ներկայումս այլևս չի տեսնում որևէ սցենար, որի դեպքում չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։ Քաղաքական գործիչը փաստացի հաստատել է, պատրաստվում է շարունակել պայքարը երկրի բարձրագույն պաշտոնի համար։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է իր ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը համատեղ գործողության ընթացքում հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտի։ ԻՀՊԿ-ի փոխանցմամբ գործողությունը պատասխան էր իրանական տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումներին։ Հայտարարության համաձայն թիրախների թվում են եղել Բահրեյնի Սալման նավահանգիստը, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի գոտին եւ Քուվեյթի Ալի Աս-Սալեմ ավիաբազան։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ հարձակողական գործողությունների նոր փուլը, գրոհելով ավելի քան 80 թիրախ։ Հրամանատարության տվյալներով կիրառվել է բարձր ճշգրտության զինամթերք, իսկ գործողությունները ներկայացվում են որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ըստ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումներին։ Հրամանատարությունը հայտնել է, թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրամանատարական կետերը, ափամերձ ռադարները, հականավային հրթիռային համակարգերը, ինչպես նաև ԻՀՊԿ-ի ավելի քան 60 մոտորանավակ։ Ամերիկյան կողմի գնահատմամբ այս գործողությունները նպատակ ունեն սահմանափակել Իրանի հնարավորությունները, շարունակելու միջազգային առևտրային նավագնացության դեմ հարձակումները։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում հայտնվել է նրանց ողջունի պահը։ Ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է Մակրոնը նախ սեղմում Էրդողանի ձեռքը, ապա մոտենում Էմինե Էրդողանին եւ փորձում համբուրել նրա ձեռքը։ Սակայն հենց այդ պահին Թուրքիայի նախագահի կինը ձեռքը ներքև է քաշում, թույլ չտալով, որ Մակրոնը ավարտի իր ժեստը։ Տեսանյութի այս հատվածը լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Թրամփի ուղի նախագծի իրականացման պայմանավորված ռիսկերի կառավարումը պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների առաջնահերթ հարցերից մեկը։ Նրա խոսքով Իրանի հիմնական մտահոգությունը կապված է երկրի սահմանների հարևանությամբ ամերիկյան հնարավոր ներկայության հետ եւ այդ անհանգստություններին անհրաժեշտ է տալ հստակ ու համոզիչ պատասխան։ Իրանի այս մտահոգությունը լիովին տրամաբանական եւ լեգիտիմ է, նշել է դեսպանը։ Շիրղոլամին ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն հավաստիացրել է Թեհրանին, որ Թրամփի ուղու նախագծի իրականացումը որևէ սպառնալիք կամ անվտանգային մարտահրավեր չի ստեղծի Իրանի համար։ Խալիլ Շիրղոլամին նաև հայտարարել է, որ Թեհրանը վճռական է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթ ստորագրելու հարցում եւ ակնկալում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան։ Դեսպանի խոսքով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը ինստիտուցիոնալացնելու քաղաքական կամքը փոխադարձ է։ Նա հիշեցրել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպան ընթացքում եւս ընդգծել է փաստաթղթի ստորագրման կարևորությունն ու կոչ արել հնարավորինս արագ ավարտին հասցնել գործընթացը։ Շիրղոլամին նշել է, որ փաստաթղթի տեքստն այժմ գտնվում է մշակման եւ համաձայնեցման փուլում, իսկ իրանական կողմը կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի այն հնարավորինս շուտ պատրաստ լինի ստորագրման։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով եւս մեկ անդամ է կալանավորվել, եւս մեկն էլ ձերբակալվել է, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խոզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը եւ եւս մեկ անձ ձերբակալվել էին, եւս մեկի վերաբերյալ էլ կայացվել էր ձերբակալման որոշում, ապա Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր 2 ամսով։ Genesis Armenia կենտրոն հիմնադրամը Գագիկ Ծառուկյանի կալանավորումը համարում է քաղաքական հաշվեհարդար։ Ընդգծում այդ ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լրացնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. այսօր, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից, երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։ Ցուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը եւ դրան հաջորդած 2 ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ, ինչին Հայաստանի Հանրապետության հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունը ականատեսն են վերջին 8 տարում, ասված է հայտարարության մեջ։ Հուլիսի 7-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուս հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ դատական նիստին մասնակցել են իբրև թե տուժողների ներկայացուցիչները։ Տուժողների ներկայացուցիչները հայտնել են, որ համաձայն են պետական մեղադրողի դիրքորոշմանը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 10-ին։ Նիդերլանդների պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյո Զեգեիրյուսը հայտարարել է, երկիրն այլևս հնարավորություն չունի Ուկրաինային նոր ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու։ Նրա խոսքով Նիդերլանդներն արդեն ցուցաբերել են հնարավորինս մեծ աջակցություն եւ հասել են իրենց հնարավորությունների սահմանին։ Նախարարը նշել է, շարունակելով մյուս երկրներին կոչ անել աջակցել Կիևին, քանի որ Նիդերլանդներն արդեն կատարել են իրենց առավելագույն ներդրումը։ Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների նոր մատակարարումների վերաբերյալ նա եւս ընդգծել է, երկիրն այլևս բավարար ռեսուրս չունի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի շարունակական մեծացման քաղաքականությունը իր գնահատմամբ ի վերջո կարող է ավարտվել պարտությամբ։ Նրա խոսքով, եթե դաշինքը շարունակի անվերջ ռազմականացվել, ապա այդ մրցավազքն ավարտվելու է սեփական գերազանցության համար պայքարում կրած պարտությամբ։ Լավրովը նաև նշել է, Եվրոպայում արդեն հնարավոր չէ թաքցնել տնտեսության առջև ծառացած լուրջ խնդիրները։ Ռուսաստանում մշակվել են փոքր չափերի միջուկային ռեակտորներ, որոնք նախատեսված են Արկտիկայի պայմաններում եւ հեռավոր տիեզերական առաքելությունում կիրառելու համար։ Գիտության սահմաններ գիտատեխնիկական գիլդիայի գլխավոր տնօրեն Իլյա Չեխը հայտնել է, որ ռեակտորներն ունեն 170 մեգավատ հզորություն եւ նախագծված են ծովային Բեռնարխի ձևաչափով։ Նրա խոսքով այդ հզորությունը բավարար է փոքր քաղաքի, ինչպես նաեւ ապագա լուսնային բնակավայրի էներգամատակարարման համար։ Չեխը վստահություն է հայտնել, Ռուսաստանը կլինի աշխարհում առաջին երկիրը, որը կարտադրի նման կայանքներ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է բարձրագնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունն ու նրա ներդրումը դաշինքի զարգացման գործում։ Նրա խոսքով Թրամփը ճիշտ էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջում էր ավելացնել պաշտպանության ծախսերը եւ արդիականացնել զինված ուժերը։ Ռյուտեն նշել է, Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում իրականացվում է այն, ինչ ԱՄՆ նախագահները ձգտել են դեռևս Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև պաշտպանական ծախսերի ավելի հավասար բաշխումը։ Նա նաեւ դրական է գնահատել Թրամփի մոտեցումը Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում։ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվում 57 ֆիզիկական եւ 30 իրավաբանական անձանց նկատմամբ։ Սահմանափակումների մեծ մասը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ռազմաարդյունաբերական համալիրի համար սարքավորումներ արտադրող ընկերություններին եւ դրանց ղեկավարներին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաեւ ռուս ռազմական բլոգերներ, այդ թվում Իլյա Տումանովը, Վլադիմիր Ռոմանովը եւ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Մարիա Կիսելևան։ Կիևում պատժամիջոցների ցուցակները մշակում են նախարարություններն ու պետական կառույցները, իսկ վերջնական որոշումները կայացնում է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է Հռոմն այլևս չի արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցերում արվող սադրիչ հրապարակումներին։ Նրա խոսքով այդ որոշումն ընդունվել է, որպեսզի դաշնակիցների միջև ավելորդ հակասություններ չբորբոքվեն։ Տայանին նշել է, Թրամփը սիրում է սադրիչ հայտարարություններ անել, հատկապես սոցիալական ցանցերում, սակայն դա չի փոխում Իտալիայի դիրքորոշումը։ Նա ընդգծել է տրանսատլանտյան հարաբերությունները շատ ավելի ամուր են, քան առանձին գրառումները կամ կոշտ հայտարարությունները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, դաշինքը սկսում է սեփական տրանսպորտային ինքնաթիռների, տանկերի եւ MQ-4-ի Triton հեռահարետախուզական անօդաչու թռչող սարքերի բազմազգ նավատորմի ձևավորումը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ արդեն պայմանավորվել են ձեռք բերել տասնյակ Airbus ինքնաթիռներ նոր նախաձեռնության շրջանակում։ Ռյուտեն նաեւ հայտնել է, որ մեկ այլ ծրագրով դաշինքը կստանա Northrop Grumman MQ-4-ի Triton 5 բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր։ Նրա գնահատմամբ այս ծրագրերը կուժեղացնեն ՆԱՏՕ-ի հետախուզական եւ տրանսպորտային հնարավորությունները, ինչպես նաև նոր աշխատատեղեր կստեղծեն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի նշել, թե երբ նոր տեխնիկան ամբողջությամբ կմտնի շահագործման։ Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարել է, Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Կիևի համար նոր օգնության պարտավորություններ չեն ստանձնվի։ Նրա խոսքով դաշինքի անդամները պարզապես կհաստատեն արդեն իսկ տրված խոստումները։ Կուլեբան նշել է, գագաթնաժողովի միակ իսկական կարևոր հարցը պատրիոտ հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումն է։ Միաժամանակ նա խոստովանել է, որ պատկերացում չունի, թե որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել այդ հրթիռները։ Ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, արդեն ստանձնված պարտավորությունների կատարումը առայժմ առաջնային նշանակություն ունի։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, Իսրայելի, Լիբանանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հաջորդ շաբաթ կշարունակվեն Հռոմում։ Նրա խոսքով կողմերը երկու շաբաթից էլ քիչ առաջ հասել են պատմական շրջանակային համաձայնության։ Սաարը նշել է, Իսրայելը ձգտում է խաղաղության հարևանների հետ, սակայն այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության սկզբունքի վրա։ Հայտարարությունը արվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ընթացքում։ Կողմերը հույս են հայտնել, բանակցությունների հաջորդ փուլը թույլ կտա շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ուկրաինայում խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Կիևը պատրաստ լինի կայացնել անհրաժեշտ որոշումները։ Նրա խոսքով իրավիճակը կարող է խաղաղ հուն տեղափոխվել, եթե ուկրաինական կողմը ցուցաբերի բարի կամ Կիև ընդունի կարևոր որոշումներ։ Պեսկովը նշել է, հենց այդ պայմանն է Մոսկվան համարում խաղաղ գործընթացի հիմնական նախապայմանը։ Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Ինչ վերաբերում է պայքարին, ապա Սամվել Կարապետյանն ասել է, որ փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ եւ վերջնական։ Անդրադառնալով նախկին հայտարարությանը, թե եթե Սահմանադրական դատարանում Արամ Վարդևանյանը գազ տար, ինքը վարչապետ կդառնար, Կարապետյանը նշել է. Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ Զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց։ Նա նաեւ տեղեկացրել է, որ հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, իսկ առաջիկայում սպասվում են նաև մյուս քաղաքական ուժերի արձագանքները։ Նրա խոսքով ընդդիմության համախմբման գործընթացը շարունակվում է եւ հետագա քայլերը կիրականացվեն փուլային եղանակով։ Արցախի ազգային ժողովի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում, այս մասին ասել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Սպասենք, տեսնենք ինչ որ թեկնածուի շուրջ կոնսենսուս կլինի, նշել է նա։ Հուլիսի 2-ին Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան եւ Գյումրի համայնքներում կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը, այս մասին տեղեկացնում են կառավարությունից։ Մասնավորապես ներկայացվել են Երևանում եւ Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից եւ ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը։ Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով, իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական եւ գործնական քննություններ հանձնելու պարտականությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի, չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը, սակայն այն տեսանկարահանելու հնարավորություն չի եղել։ Միայն ձայնագրումներ անել եւ գրառումներ կատարել է թույլատրվել լրագրողներին։ Իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ, այս մասին Շանթ հեռուստաընկերության հեռանկար հաղորդման եթերում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը։ Մանդատ վերցնելու պարագայում էլ մենք դեմ ենք պարգևավճարներին եւ պետական բյուջեի մսխմանը, մեր ուժը չի ստանալու պարգևավճարներ, իսկ աշխատավարձի առումով իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, մնացող մասը մենք փոխանցելու ենք բարեգործական նպատակներով։ Ամեն ամիս կներկայացնենք, թե որտեղ ենք փոխանցում բարեգործական նպատակները, նշել է Կարապետյանը։ Բրազիլիայի արտգործնախարարությունը փաստաթղթով ընդունել է, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել երկրի տարածքում այն բանից հետո, երբ PCC եւ CV խմբավորումները Վաշինգտոնի կողմից ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ։ Նախարար Մաուրո Վիեյրայի ստորագրած փաստաթղթում նշվում է նման սցենարի հնարավորությունը գոյություն ունի, սակայն այն չի նպաստի Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացմանը։ Բրազիլիական կողմը հիշեցրել է այդ խմբավորումների նախկին կարգավիճակն արդեն հնարավորություններ տալիս երկու երկրներին փոխանակել հետախուզական տվյալներ եւ համատեղ պայքարել կազմակերպված հանցավորության դեմ։ Ժամանակ ընդգծվել է Վաշինգտոնի որոշումը միակողմանի էր եւ չէր ուղեկցվել պաշտոնական ծանուցմամբ, ինչի պատճառով Բրազիլիան դեռ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։ CNN-ը հայտնում է Թրամփը որոշել է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Աղբյուրների փոխանցմամբ Թրամփին տեղեկացրել են գագաթնաժողովին չմասնակցելը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք Թուրքիայի ղեկավարի նկատմամբ։ Միաժամանակ նշվում է, ԱՄՆ նախագահը սկզբում դժգոհությամբ էր վերաբերվում հանդիպմանը, դժգոհ լինելով այն հանգամանքից, որ դաշինքի մի շարք անդամներ չեն աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ CNN-ի տվյալներով Սպիտակ տանը չեն բացառում, որ նախագահի տրամադրությունը կարող է ազդել գագաթնաժողովի ընթացքի վրա։ Reuters-ը հողումանելով անվտանգության ծառայության աղբյուրին հայտնել է, Դամասկոսում մի քանի պայթուցիկ սարքեր են գործի դրվել այն հյուրանոցի մոտ, որտեղ այդ պահին հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ աղբյուրի պայթյունները տեղի ունեցել նախագահի գտնվելու վայրի անմիջական հարևանությամբ եւ լուրջ անվտանգության միջոցառումների պայմաններում։ Reuters-ի փոխանցմամբ անվտանգության ծառայությունները սկսել են դեպքի բոլոր հանգամանքների պարզումը։ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան հայտարարել է. ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարությունները Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներին աջակցելու մասին ըստ Մոսկվայի հաստատում է երկրի անվտանգության մտահոգությունների հիմնավորվածությունը։ Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր. ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդներն աջակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին։ Ժուրովան նշել է Ռուսաստանը բանակցությունների ընթացքում առաջնահերթ է համարում սեփական անվտանգության ապահովումը եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Նա նաև ընդգծել է, այլ երկրների ղեկավարները չպետք է մեկնաբանեն ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, քանի որ Վաշինգտոնը կարող է ինքնուրույն ներկայացնել իր տեսակետը։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները որևէ անմիջական սպառնալիք չեն ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ նրա հյուրընկալած հյուրանոցի համար։ Գերատեսչության տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան, իսկ իրավապահները նախապես հայտնաբերել էին պայթուցիկ սարքերը, սակայն չէին հասցրել դրանք վնասազերծել։ Նախարարությունը նշել է պայթյունները տեղի ունեցել անվտանգության սահմանված պարագծից դուրս եւ չեն ազդել նախագահի այցի ծրագրի վրա։
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային առևտրային տրանսպորտի գործողությունների կենտրոնը հայտնել է. Օմանի Լիմա քաղաքից մոտ 8 կիլոմետր արևելք անհայտ արկը հարվածել է նավթատարի ձախ հատվածին։ Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Կենտրոնը նշել է միջադեպը տեղի ունեցել միջազգային նավագնացության կարևոր հատվածում, եւ դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։ Առայժմ չի հաղորդվում, թե ով է իրականացել հարձակումը։ Բրիտանական կողմը շարունակում է հետևել իրավիճակին եւ հավաքել լրացուցիչ տեղեկություններ։ Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին հնարավորինս շուտ վերացնել Վենեսուելայի դեմ կիրառվող բոլոր միակողմանի պատժամիջոցները։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է. այս սահմանափակումները միջազգային իրավունքում իրավական հիմք չունեն եւ անօրինական են։ Նրա խոսքով պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ է Վենեսուելայի մաղթից հետո վերականգնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Դիվանագետը շեշտել է Պեկինը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է. ՆԱՏՕ-ն պաշտպանության ծախսերի աճը պետք է հանգեցնի դաշինքի մարտունակության իրական բարձրացման, այլ ոչ թե մնա միայն բյուջետային փոփոխություն։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի վերափոխման գլխավոր նպատակը հուսալի կոլեկտիվ պաշտպանության վերականգնումն է, միաժամանակ պահպանելով ճգնաժամերին եւ բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներին արձագանքելու կարողությունը։ Գյուլերը նշել է Եվրոպան պետք է ստանձնի ավելի մեծ պատասխանատվություն ավանդական պաշտպանության ոլորտում, իսկ ԱՄՆ-ի զսպման ներուժը շարունակում է մնալ անփոխարինելի։ Նա ընդգծել է Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի մասնակցության վերջին հակամարտությունը ցույց են տվել տարածաշրջանային ճգնաժամերի գլոբալ ազդեցությունը։ Նախարարի գնահատման հրթիռային հարվածները, անօդաչու սարքերի կիրառումը, ծովային նավագնացության խափանումներն ու մատակարարման շղթաների խնդիրները վկայում են, ժամանակակից սպառնալիքները խորապես փոխկապակցված են։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է. Կիևի եւ Վարշավայի միջև արկա լարվածությունը իր գնահատման մոտ ժամանակում կարող է ել ավելի խորանալ։ Նրա խոսքով հարաբերությունների սրման գագաթնակետը դեռ առջևում է։ Բուդանովը նշել է, մինչև հուլիսի 11-ը Վոլինյան ողբերգության տարելիցը Լեհաստանն իր տեղեկություններով պատրաստում է մի շարք քայլեր, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների վերականգնումը հնարավոր կլինի միայն երկար ժամանակ անց, մոտ 1 տասնամյակի ընթացքում։ Իրանի պետական ԻՐԻԲ հեռուստաալիքը հղումանելով իր աղբյուրներին հայտնել է. Կատարի Ալ-Ռաքայաթ նավթատարը ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ փորձել է Օմանի երթուղով անցնել Հորմուզի նեղուցով։ Հաղորդման համաձայն բազմաթիվ նախազգուշացումներ անտեսելուց հետո նավթատարը դարձել է հարձակման թիրախ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կենտրոնը հայտնել էր անհայտ արկը հարվածել է դեպի հարավ շարժվող տանկերի ձախ հատվածին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Իրանական կողմը պնդում է միջադեպը տեղի ունեցել նախազգուշացումներն անտեսելուց հետո։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Այսօր առավոտյան ժամը 09:00-ից մեկնարկել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկայում ընդդիմությունը կանցնի ակտիվ գործողությունների։ Այդ օրակարգային հարցերը պետք է ձևակերպվեն, քննարկվեն եւ դրանց շուրջ մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Բնականաբար լինելու են թե հանրահավաքներ, թե փողոցային պայքար։ Հարցն այն է, թե երբ, ինչ ձևաչափով եւ ինչ ուժերով են դրանք իրականացվելու։ Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Սաղաթելյանը։ Նա նաեւ նշել է, որ իր համոզմամբ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդիկ ենթարկվելու են հետապնդումների, քանի որ չեն սպասարկում իր ձևակերպամբ թուրք-ադրբեջանական օրակարգը։ Սաղաթելյանի խոսքով ճնշումների կարող են ենթարկվել նաև այն գործարարները, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն չեն ընդունում իր բնորոշմամբ թրքացման գործընթացը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1,042,000, ինչը ոչ միայն 14,8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը եւ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը հուլիսի 1-ին Վիեննայում մասնակցել են միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դաշինքի 2026-ից 2028 թվականների աշխատանքային ծրագրի նախագծին, փաստաթղթում նկարագրված առաջնահերթություններին, ինչպես նաեւ օդային ճանապարհով անօրինական միգրացիայի դեմ
դեմ պայքարի հարցերին։ Մասնակից պետությունների պատվիրակները ներկայացրել են միգրանտների ապօրինի տեղափոխման կանխարգելման, դրա դեմ պայքարի եւ անկանոն միգրացիայի ոլորտում իրենց երկրներում իրականացվող աշխատանքները, հանդես եկել գործողությունների ծրագրի տեքստի վերաբերյալ խմբագրական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը նորից շրջանառել 2026 թվականի դեկտեմբերին Դաշինքի միացյալ հայտարարությունը ստորագրած 61 պետությունների շրջանում։ Կարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Իգնատիոս վարդապետ Մալխասյանը ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից նշանակվել է Խորվիրապ վանքի վանահայր։ Հոգեշնորհ Հովանես Աբեղա Թորգոմյանը ազատվելով Մայրաթորի Իզմիրյան բժշկական կենտրոնի հոգեվոր տեսչի պարտականություններից ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսե վանքում։ Արժանապատիվ Տեր Գառնիկ Քահանա Ավոյանը եւ Տեր Դավիթ Քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրերը ժամանել են դատարանի բակ։ Ավագ դուստրը հայտարարել է, որ ընտանիքն արդեն մեկ անգամ անցել է նման փորձությունների միջով, սակայն իր խոսքով առավել մտահոգիչը երկրի համար հնարավոր երկարաժամկետ հետևանքներն են։ Հայրս մեկ ամիս եղել է կալանքի տակ, ամուսինս այժմ տնային կալանքի մեջ է։ Վստահ եմ այս փորձությունն էլ կանցնի եւ մենք կկարողանանք դիմակայել, ասել է նա։ Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն առանձին դատական գործընթացներին, այլև այն փոփոխություններին, որոնք իր գնահատմամբ կարող են անդառնալի ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մշակույթի եւ արժեհամակարգի վրա։ Այսօրվա որոշումների հետևանքները կարող են տարիներ անց զգալ մեր երեխաները, կոչ եմ անում բոլորին լինել սթափ, զգոն, ճիշտ գնահատել իրավիճակը եւ չտրվել փոխադարձ թշնամանքին։ Վստահ եմ, որ ի վերջո արդարությունը կհաղթի, ասել է Գագիկ Ծառուկյանի դուստրը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը կատարված 12-ժամյա խուզարկության ավարտից հետո նա ձերբակալվել է։ Նրա փաստաբան Երևեմ Սարգսյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է եւ կներկայացվի դատարան կալանքի համար։ Փաստաբանը նաեւ հստակեցրել է, որ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Պարզաբանել է նաեւ, որ գործը վերաբերում է Հայ-իրանական պալատի գործունեությանը, որի շրջանակում Ծառուկյանը փորձում էր աջակցել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը։ Քննչական կոմիտեում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից արգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի։ Գագիկ Ծառուկյանը գիշերը ժամը 2-ին դուրս է եկել քննչական կոմիտեից, նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են Նոր Նորքի դատարան, որտեղ քննվում է նրա խափանման միջոցը։ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտեից դուրս գալուց հետո անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի հուլիսի 11-ին հնչեցրած հետևյալ հայտարարությունն է. քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը։ Հայց, որի պնդմամբ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն արատավորելով իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, այդ պատճառով Բագրատ Սրբազանը դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչապետին, որպեսզի դատական ակնօրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվ արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։ Բացի այդ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 49.7 դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքիվ գումարը։ Ուժեղ Հայաստան դաշինքը դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները։ Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լրացնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին, ասված է Ուժեղ Հայաստան դաշինքի հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը եւ 10-ից 12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլտառատ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ից 3-ը կնվազի 2-ից 4 աստիճանով, 9-ից 10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 8-ին 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հուլիսի 9-ից 3-ը 10-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։